Կոնգրեսի առաջնորդը նախ ներողություն խնդրեց հանրավաքի մասնակիցներից եղանակը չկանխատեսելու և հազարավոր քաղաքացիներին անձրևի տակ պահելու համար։ Առաջին նախագահի ելույթը բավականին ընդգրկուն էր, նա այս անգամ զերծ մնաց Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները քննարկելուց և շեշտը դրեց պետական մակարդակով տեղի ունեցող կոռուպցիոն դրսևորումների վրա։ Նա հավաքված բազմությանը բացատրեց կաշառակերության և կոռուպցիայի տարբերությունները, ընդգծելով, որ կոռուպցիան ավելի լայն հասկացություն է, որ Հայաստանում իրական չարիքը հենց պետական մասշտաբի կոռուպցիան է։ Զերծ մնալով առանձին դրվագների մասին խոսելուց նա գերադասեց երևույթի ընդհանրացված գնահատականը տալ։ Տնտեսական համակարգը դիոդին հարմարեցվել է կոռուպցիայի, այսինքն երկրի անխնատ թալանի պահանջներին։ Այն ոչ մի կապ չունի ոչ սոցիալիզմի, ոչ ֆեոդալիզմի, ոչ իսկ անվանատես հռչակված կապիտալիզմի կամ լիբերալիզմի հետ։ Լիբերալ տնտեսությունը մեր երկրում սոսկ ֆիկցիա է, քանի որ տնտեսական բնագավառում ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնազավթված խունտայի կամքով ու հրահանգներով։ Հարկ ենք համարում նշել, որ անխնա քննադատելով ներկա իշխանություններին կոնգրեսի առաջնորդը նրանցից անջատեց գործարարներին ու օլիգարխներին, նշելով, եթե չլինեն գող իշխանություններ, չեն լինի գող գործարարներ, որ ամենաթողության մթնոլորտը գործարարներին դրել է այնպիսի կացության մեջ, որ նրանք պարզապես հարկադրված են գործել օրենքից դուրս։ Նրանք հարկադրված են ենթարկվել այն խաղի կանոններին, որոնք սահմանել է իշխանությունը։ Նրանք չեն կարող շրջանցել օրենքը, եթե գործարքի մեջ չմտնեն պետական պաշտոնյաների հետ։ Նրանցից շատերը վստահաբար նույնիսկ ուրախ կլինեին գործել օրենքի դաշտում, որովհետև այսօր վստահ եմ ավելի են մտնում, քան պարտավոր են։ Բոլորը, այդ թվում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները միշտ խոսել են ստվերի դեմ պայքարի մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանը սակայն անակնկալ հայտարարություն արեց. Հայաստանում ստվերային տնտեսություն գոյություն չունի։ Մեր իշխանավորները այնքան կազմակերպված ու ացավուրջ են, որ նրանց հսկողությունից ոչինչ չի վրիպում և առանց նրանց թույլտվության ոչ մի ստվեր չի գոյանում, ինչը նշանակում է, որ հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսևորումները ուղղորդվում ու կառավարվում են մեկ կենտրոնից։ Հետևաբար, սա ոչ թե ստվերային տնտեսություն է, այլ համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե, մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը իշխանությունների գրպանում հայտնվածը, որը անհամեմատ ավելի մեծ է, քան առաջինը։ Որպեսզի իշխանությունների կազմակերպած խմբակային թալանն առավել շոշափելի պատկերացնի շարքային քաղաքացին, առաջին նախագահը փորձեց ավելի պարզ բացատրել։ Դա պարզապես նշանակում է, որ ձեր աշխատավարձերն ու փոխակները այսօր առնվազն կրկնակի բարձր պետք է լինեին։ Ահա թե դա ինչ է նշանակում։ Ահա թե ինչու նրանք իշխանությունից հեշտությամբ հրաժարվողը չեն, ահա թե ինչու տեղ ունեցավ մարտի 1-ը, բացատրեց բանախոսը։ Եթե պետք լիներ, նա սպաներ ոչ միայն 10, այլև 1000 մարդ։ 1998 թվականին ինձ ղեկավարած վարչակազմը համարյա միահամուռ վիճեց իշխանությունը, որովհետև կորցնելու բան չուներ։ Եթե որևէ մարդ կարողանա Հայաստանի 1000 ամենահարուստ անձանց ցուցակում մատնանշել իր վարչակազմի անդամներից թեկուզ մեկի անունը, ես ետ կվերցնեմ իմ խոսքերը։ Քաղաքացիները աշխուժացան միայն այն ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանը խոսեց իշխանափոխության մասին, որ ժողովրդից հափշտակված գումարները դարձյալ վերցվելու են օրինական դատական ճանապարհով, որպեսզի հետո որևէ մեկը իրեն չմեղադրի չստացված ու անհաջող իշխանափոխության մեջ, Լևոն Տեր-Պետրոսյանը մեղքը բարդեց անտարբերների, անհավատների ու փնփնթացողների վրա։ Եթե առաջիկայում վիճակը չփոխվի, այսինքն իշխանափոխություն տեղի չունենա, ապա մեր երկիրը դատապարտված է անխուսափելի կործանման, որի պատասխանատվությունը կրելու է ոչ միայն հանցագործ իշխանությունները, այլև կեղծ ընդդիմադիրները, անտարբերները, իրենց քվեները 5000-ական դրամով վաճառողները,
եւ ժողովրդի պայքարի ոգին կոտրող ամեն տեսակի ներդվածողներն ու փնփնթացողները։ Հանդուրժել այս ամենը կնշանակի ընդունել ազգի արժանապատվության բացակայության փաստը, ինչը պարզապես ողբերգություն է։ Վերջում նա քաղաքացիներին հորդորեց անկախ եղանակային պայմաններից անձրև քամի թե փոթորիկ հոկտեմբերի 19-ին մասնակցել Եվրախորհրդի Երևանյան ֆորումի առիթով կազմակերպվելիք ցույցին ու երթին։ Արմենի Վարդանյան, Համբարձում Պապոյան, Կալանյուս, Երևան։